Հայաստանում վերջի շրջանում նկատառիորեն նվազել է երիտասարդության հետաքրքրությունը կրթության նկատմամբ, փոխարենը սկսել են հետաքրքրվել թիմաշրջանառությամբ կամ խաղատներով, իհարկե կրթության անվճար դարձնելու ծրագիրը կնպաստի դրան, բայց միայն դա արդյոք բավարար է, կարող է ուրիշ ծրագրեր պետք է իրականացվեն, եւ ինչպես պետք է երիտասարդներին սկսենք հետ բերել այդ վատ սովորություններից։ Իրոք ամենից բարդ հարցն է, եւ դա չեմ կարծում այն հարցն է, որը ինչ-որ հրամանագրով կարող է ուսում ստանալ, կամ ինչ-որ կարգադրություններով, կամ դասախոսությամբ։ Որի ցենց ընդհանուր վերաբերմունքը կրթության եւ այն օրինակները, որ մարդիկ կրթություն ստանալով իրենց կյանքում լուրջ հաջողություններ էին հասնում, իրոք ամենից լավ բանն է այդ կոնկրետ մարդկանց օրինակներով այդ օրինակները ցույց տալ, կառուցելը, ցույց տալը, որ լավ կրթությունը եւ նշանակում է կանխատեսելի ապագա, սա կարծում եմ կարեւոր է։ Ինձ մի բան եմ ասում, որ այս սերունդը մի քիչ պատասխանատվության տեսանկյունից մի քիչ ավելի թեթև են այո պատասխանատվության հարցերից, նաեւ սեփական ճակատագրի նկատմամբ։ Բայց գիտեք, ջահելությունը դա մի թերություն է, որ անցնում է շատ արագ է անցնում, դուք էլ չեք նկատելու դա ոնց է անցնելու։ Հիմա այս չին է կյանքը եւ հատկապես հաշվի առնելով սոցիալական ցանցերի այս վարկայության դեպքում տեղեկատվության ապակենտրոնացումը ինքը mainstream կոչեցավ մեդիակոյություն չունի եւ այդ տեսանկյունից նաեւ քարոզությունն է բավական դժվարացել է։ Ես լավ չեմ պատկերացնում, թե պետական քարոզությունը ինչ կողքիկակազմով պետք է անի։ Մի շարք պետությունները որոշ սահմանափակումներ են մտցրել հենց այդ լաստիկաչական նպատակներով, բայց չեմ կարծում, որ Հայաստան որպես փոքր երկիր պետք է գնա սահմանափակումների ճանապարհով։ Պետք է գնա ուղղակի ճշգրիտ մշակված քաղաքականության ճանապարհով։ Այս հարցում իհարկե ավելի լավ sense քրթական նաև այդ ոլորտների ավելի լավ մասնագիտացած մենան։ Իրական թվաշրջանառությունը ոնց կասեցնենք, դա ոչ միայն ինչ որ ծրագրերի ուղղա, չէ, ոնց բան, ինչպես դա չլինի եւ ինչպես երիտասարդները ավելի շատ կրթության հետաքրքրեն։ Խաղամոլություն, թվաշրջանառություն, այդ կասեցման համար իսկապես քաղաքական լուրջ կապ։ Դու կարող ես բազմաթիվ պլանավորումներ ունենալ, բայց իսկապես քաղաքական կամքի պարագայումը հնարավոր այդ խնդիրները հաղթահարել։ Իսկ կրթությունը ավելի գրավիչ դարձնելու համար երիտասարդը պետք է տեսնի, որ իսկապես որակյալ կրթություն է ստանում։ Ցավոք պետք է արձանագրել, որ տարիների ընթացքում բարձր թանկացել է ուսանողների, բայց որպես այդպիսին որակը դրանով չի ավելացել։ Հիմա պետք է սկսել դասախոսական կազմի վերապատրաստումներից, ավելի հետաքրքիր մեթոդաբանությունից։ Ուսանողը պետք է հասկանա, որ այդ կրթությունից հետո ինքը համապատասխան աշխատանք ունենալու, այսինքն աշխատաշուկա եւ կրթություն պետք է համապատասխանացում տեղի ունենա։ Այսինքն այդքան բազմակոմպոնենտ, բազմաշերտ է, ես վախենամ մի քիչ դասախոսության վերածվի, հետեւաբար այստեղ կանգնեմ։ Բայց ինչ անել, քաղաքական կամք պետք է ունենալ, երիտասարդների նկատմամբ հստակ քաղաքականություն պետք է որդեգրել ու առաջ շարժել։ Բա ես կավելացնեմ, թմրամոլության մասը ես չեմ հավատում, որ այդպիսի ծավալի կարող հասնի թմրամոլությունը, առանց հովանավորության ամբիրից բարձր մակարդակ։ Ուղղակի հնարավոր չէ։ Չեմ կասկածում, որ մի քանի ամսվա հետևողական աշխատանքով կարող է ուղղակի 10 սապատի կապյատել այս ան։ Թմրամոլության մասին է խոսքը։ Սա հատկապես sense մենեջերական փորձի հուշումը եւ պետական համակարգում աշխատելու փորձ հուշում է դերավա։ Դու մաս մի դարձի պայմանների չի, կամ քո շրջապատը եւ դու կտեսնես, թե ինչ կարգի գործոններ կարող է շատ արագ։ Իրականում բոլոր կախվածությունները նաև նրա համար են ստեղծում, որ կախվածության մեջ բահեն հասարակությանը, իսկ ամենահեշտը երիտասարդներին այդ ծուղակը նետելն է, այդ թմրաշրջանառության, ինչի՞ չէ նաև այդ խաղամոլության եւ բոլոր այդ կախվածություններից ըստ էության, եւ ամենակարևոր բանը ըստ էության, որ պետությունը այսօր չի անում, դա կանխարգելիչ աշխատանքներն է։ Շատ կարևոր է կանխարգելիչ աշխատանքների իրականացումը, որը իսպառ բացակայում է։ Հիմա իրանք մշակել են նոր ռազմավարություն, թմրանյութերի դեմ պայքարի, բայց իրականում բավականին բացեր կան, որովհետև այսօր դուք էլ վստահ եմ գիտեք, որ հատկապես նաև բարձր դասարաններում
այդ շրջանառությունը կա եւ այսօր ես հասկացա նաեւ մի իրավիճակ, որ առանց պրոպագանդելու նաեւ այդ թմրանյութերը, բայց կարծում եմ, որ շատ կարևոր աշխատանք պետք է իրականացվի հատկապես բարձր տարիքի դասարաններում, օրինակ տարբեր երկրներում սկրինինգային ծրագրեր են իրականացնում կամավորության սկզբունքով կամ պարտադիր սկզբունքով ու ես կարծում եմ, որ նաև պետք է շատ լուրջ բացատրական աշխատանք իրականացվի։ Մի իրավիճակ այսօր ստեղծեց, երբ որ ընկերներից մեկին բացատրում էի, որ պետք է երեխային անգամ բացատրել այդ սինթետիկ ու բնական ծագման թմրամիջոցների տարբերությունը, որովհետև երիտասարդները շատ հաճախ ընկնելով այդ ծուղակի մեջ փորձում են ամեն ինչ փորձել առանց հասկանալու դրա հետևանքները։ Գոնե այդ բացատրական աշխատանքները թույլ կտա, իհարկե ինչ որ անուղղակի նաև անուղղակի բան կարա լինի, լոբինգ կարա լինի մի հատվածի հետ կապված, բայց ամեն դեպքում պետք է այդ բացատրական աշխատանքները բաց։ Մենք չպետք է ամաչենք այդ թեմաների մասին խոսել, որովհետև այդ խնդիրը կա։ Այսինքն մենք ասենք, չխոսենք դրա մասին, որ նաև գովազդ ինչ-որ տեղ չլինի, այդ տարբերակը ես կարծում եմ, որ այլևս չի աշխատում, որովհետև խնդիրը կա, խնդրի մասին պետք է խոսալ բաց եւ բոլոր այն լուծումները, օրենսդրական նաև լուծումները, խստացումները պետք է արվեն, որ իսկապես այս շղթան կանգնեցվի եւ այո, պարոն նախագահ, անհնարին է այս ծավալների շրջանառությունը առանց կլիշաների շատ կոնկրետ կներեք այս բառի համար։